Գերի բարեկամներ, ես որոշել եմ, որ հաճախակի նման հանդիպումներ լինեն, շնորհակալ եմ բոլորի ձեր ներկայության համար, լեփլեցուն դանլիճը վկայում է, որ ժամանակակից գրականություն իսկապես սիրում եք, ապրեք դուք, ես էլ ձեզ եմ սիրում։ Ուրեմն այժմ պիտի խնդրեմ, որ իր գործերից ներկայացնի Սուսաննա Ղազարյանը, համեցեք Սուսաննա ջան։ Սուսաննա Ղազարյան նաև այս գեղեցիկ թերթի խմբագիրն է։ Իրենից առաջ թերթի խմբագիր նշանակել էի մեր ընկերներից մեկին, որը շատ անգույն թերթ էր տպագրում։ Հետ Սուսաննան դարձավ գլխավոր խմբագիր, թերթը այսպես գեղեցկացավ։ Ազատություն։ Տանիքների վրա մայրամուտը կարմիր, իր վերջին աղոթքն է հուսահատ մրմնջում, դու քո այգալույսի շեկնը ժույգը հեծիր, լսիր, թե ինչպես են աշխույժ վրնջում, գնան խախտկամքով դեպի արևնան մեր, լքածունայնության մահիճը մշուշոտ, գնա այնտեղ, որտեղ եղել է ցուրտ ձմեռ, եւ դաշտերը ավաղ ներկվել են արյունով։ Համառորեն անցիր սահմանն ենք վախի, մատնահարիր, երկնի աստղերը թող վառվեն, քո խիզախ նժույգին, էլ ոչ ոք չի հաղթի, բաց թող երազներդ, թող կապույտում ճախրեն։ Նույն երազով Լևոն Շանթից բնաբան եմ ընտրել, իջեք երազներ, իջեք զգույշ երազներ, շոյողանուշ երազներ, իջեք քնքուշ երազներ, Լևոն Շանթ։ Անձրևից առաջ հագիր բաց կապույտ բաճկոնակը քո, եկ նստենք խաղաղ աստղերից փայլող լճակի ափին, լսենք, ինչպես է գիշերահավքը երգում անվրդով, ու մտաբերենք ջրերում ապրող աստվածներին հին, պատմիր, ինչպես էր աղջկան գրկած դողում աբեղան, ինչպես էր սիրո աղոթք շշնջում վանականը ծեր, նրան կարգելված, բայց քաղցր սիրո զոհերը եղան, որ մենք փայտ դնենք սիրո կրակին մշտավոր բուջերում, որ էլ սրտերը այդքան հեշտորեն չլքեն իրար, որ ականջ դնեն հին աստվածների զրույցին անխոնջ, իմանան ինչպես աբեղան սիրո երազը գտավ, և ինչպես ենք մենք հիմա էլ ապրում այդ նույն